Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստելու ենք անչափ համեղ եւ արագ պատրաստվող զատիկի կուլիչներ։ Այն պատրաստվում է ընդամենը 50 րոպեում եւ արդյունքից հաստատ գոհ կմնաք։ Իդեպ, նախքան սկսելը, հիշեցնեմ, որ իմ ալիքում նաեւ ունեմ մեր հայկական ավանդական կաթնահունցի տարբերակը, անպայման կդնեմ մեկնաբանության մեջ հղումը։ Պատրաստելու համար օգտագործում ենք 4 ամբողջական ձու եւ 1 ձվի դեղնուցը, իսկ սպիտակուցը տեղափոխում ենք սառնարան եւ կօգտագործենք հետո։ Ավելացնում ենք ձվի վրա 200 գրամ շաքարավազ եւ կհարենք այնքան ժամանակ, մինչեւ այսպիսի մասսա ստանանք։ Ավելացնում ենք 85 գրամ սենյակային ջերմաստիճանի կարագը եւ մի լավ հարում ենք։ Իդեպ ձուն եւ մնացած բոլոր բաղադրիչները բոլորը սենյակային ջերմաստիճանի են։ Ավելացնում ենք թթվասերը 200 գրամ է։ Ահա այսպես գթալ ավելացրեք։ Այստեղ ունեմ 285 գրամ մաղած ալյուր, ավելացնում եմ 1 թեյի գթալ փխրեցուցիչ եւ կես թեյի գթալ սոդա։ Մի լավ խառնելուց հետո մի կողմ ենք դնում, այստեղ մասսային ավելացնում ենք 1 թեյի գթալ հեղուկ վանիլ, այնուհետև ալյուրի փխրեցուցիչի եւ սոդայի խառնուրդն ենք ավելացնում։ Խորհուրդ եմ տալիս միանգամից չավելացնել, ապա այսպես գթալ ավելացնում ենք։ Ընթացքում, երբ որ տեսնում ենք պատերին հավաքվել է ալյուրը, անպայման այսպես կողքերից պետք է հավաքենք, որպեսզի պատերին ալյուր չմնա։ Մի փոքր հարում ենք եւ ահա մեր խմորը պատրաստ է։ Ահա այսպիսի տեսք պետք է ունենա խմորը։ Այստեղ ունեմ 50 գրամ լորամրգի ճիր, կավելացնեմ մի փոքր ալյուր, այնուհետև կավելացնեմ խմորին։ Իդեպ կարող եք 50 գրամի փոխարեն ավելի շատ ավելացնել կամ ավելի քիչ ավելացնել։ Կարող եք ձեր նախընտրած ջրերով պատրաստել կամ էլ ուղղակի ավելացնել չամիչ։ Մի փոքր խառնում ենք, որպեսզի խառնված լինի, այսինքն բոլոր կողմերում այդ լորամրգի հատիկները լինեն։ Հիմա այստեղ ունեմ այսպիսի զատիկի կուլիչի համար նախատեսված կաղապարները, խմորը կտեղափոխենք կաղապարի մեջ։ Նախքան տեղափոխելը կարագ եմ քսում այս բոլոր կողմերով, որովհետև շատ ժամանակ այդքան էլ որակյալ չեն լինում այս կաղապարները եւ կպնում են խմորից։ Հուսով եմ, որ այս անգամ շատ ավելի որակյալ է այս կաղապարը։ Հիմա մի փոքր ալյուր կցանենք, այդպես կարագին քսած հատվածներին եւ այնուհետեւ կավելացնենք մեր խմորը։ Սիրելիներս, կուլիչի պատրաստման դասական տարբերակը հենց խմորիչով է, որը որ կրկին նույնպես շատ համեղ է, բայց շատ ժամանակատար է, քանի որ խմորիչը պետք է հասունանա, եթե երկար ժամանակ չեք ուզում վատնել պատրաստելու ընթացքին, ապա հենց այս տարբերակը ձեր համար է։ Անպայման դուք փորձեք հենց այս տարբերակով եւ հաստատ գոհ եք մնալու արդյունքից։ Ինչպես տեսնում եք, խմորը արդեն տեղափոխեցինք, եթե կշեռք ունեք, կարող եք կշռել նախապես խմորը, այնուհետև տեղափոխել կաղապարների մեջ։ Թխում ենք նախապես տաքացրած ջեռոցում 180 ցելսիուս աստիճանում 50 րոպե, բայց անպայման պետք է ստուգել թխվածությունը փայտիկի միջոցով։ Եթե փայտիկի վրա խմորի հետքեր չկան, ուրեմն թխված է։ Ինչպես տեսնում ենք, կաղապարը բավականին հեշտությամբ դուրս է գալիս։ Եվ ահա մնում է հաջորդ քայլը, իսկ հաջորդ քայլը ջնարակի պատրաստման ընթացքն է։ Այստեղ ավելացնում եմ 1 ձվի սպիտակուցը, ինչպես որ սկզբից նշել էի, որ 5 ձվի 4 ձուն ամբողջական ենք օգտագործում, իսկ 1 սպիտակուցը պահում ենք։ Ահա այդ 1 սպիտակուցը հիմա ենք օգտագործում։ Մի փոքր հարելուց հետո, երբ որ տեսնում ենք փրփուր է առաջացել, ավելացնում ենք 130 գրամ շաքարի փոշին։ Շաքարի փոշին նախապես մաղով անց եմ կացրել, հետո նոր այսպես գթալ ավելացնում եմ։ Այնուհետև ավելացնում եմ կես կիտրոնի հյութ, տեսեք, նախապես ավելացրեցի կեսը այդ 130 գրամի, երբ որ կիտրոնի հյութ ավելացրեցի, մնացած կեսն էլ արդեն իսկ ավելացրեցի շաքարի փոշու եւ հարելուց հետո ստացանք ահա այսպիսի մասսա, որը որ տեսնում եք հեշտությամբ չի ծորում,
ահա այսպիսի մասսա է, կարելի է ասել բեզեանման մասսա է։ Հիմա ինչ ենք անում, այսպես այս կուլիչները պետք է ձևավորենք, կուլիչի վերևի հատվածում պետք է քսված լինեն այս ջնարակները։ Ինչպես տեսնում եք, ահա այսպես շատ գեղեցիկ ու արագ է ստացվում, կարող եք ուղղակի ինչ-որ գթալի օգնությամբ կամ մեկ այլ հարմարանքով այնպես անել, որպեսզի բոլոր վերևի հատվածը պատեք այս ջնարակով։ Ես մի փոքր էլ կավելացնեմ վերևի հատվածում, ահա, կարող եք այսպես կողքերից այնպիսի տեսք տալ, որպեսզի տեսքը լինի այնպես, որ ծորում է կողքերից։ Ավելացնում ենք մանր կոնֆետները, ձեր նախընտրությամբ կարող եք գունավոր մանր կոնֆետներ ավելացնել կամ ձեր նախընտրած տարբերակով ձևավորել կուլիչները։ Անմիջապես ենք ավելացնում այս մանր կոնֆետները, որովհետև եթե շատ ուշ ավելացնենք, ապա արդեն իսկ կարող է չորացած լինեն այդ վերևի ջնարակները։ Պետք է սպասենք, որպեսզի չորանա, անկեղծ ասած ես շատ երկար չսպասեցի չորանալուն, որովհետև կողքից արդեն իսկ երեխաները սպասում են, թե երբ եմ կտրելու կուլիչը, հենց դրա համար շատ երկար չսպասեցի, բայց պետք է լավ երկար սպասել, որպեսզի չորացած լինի այս ջնարակի հատվածը։ Հիմա կկտրենք եւ կտեսնեք, թե ինչպիսին է մեր կուլիչների ներսը։ Ահա, տեսեք, լավ թխված է, լորամրգի չրերը, ահա, բոլոր տեղերով կան, ինչպես տեսնում եք, շատ չէ լորամրգի չրերը, դրա համար հենց նախապես արդեն իսկ ասել է, եթե ուզում եք շատ լինի չրերը կամ չամիչը, ապա դուք ավելի շատ ավելացրեք։ Տեսեք ինչքան փափուկ, շատ համեղ է ստացվում, դուք էլ պատրաստեք հենց այս բաղադրատոմսով եւ հաստատ արդյունքից գոհ կմնաք։ Սիրելիներս, ուզում եմ հիշեցնել, որ Զատկի տոնի կարևոր փաստը այն է, որ Հիսուսը հարություն առավ մեռելներից եւ մենք տոնում ենք Հիսուսի հրաշափառ հարությունը։ Ինչ էլ պատրաստենք, սեղանի դրվածները այդքան էլ կարևոր չեն կամ զարդարանքը այդքան էլ կարևոր չեն։ Հիշենք, որ այս տոնի բուն նպատակը ինչն է։ Բոլորիդ մաղթում եմ օրհնված, զատիկ, լինեք առողջ, թող որ ձեր տներում լինի միայն խաղաղություն, Աստծո սեր եւ օրհնություններ։ Սիրելիներս, եթե հավանեցիք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք, եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք զանգակ կոճակին, նաև սեղմեք բաժանորդագրման կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ տեսանյութերի։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։